Այգեձոր գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 8 կիլոմետր հարավ-արևելք Աղնջա գետի ափերին։ Մինչև 1939 թվականի մայիսի 4-ը կոչվել է Ղուլալի։ Այսօր այգեձորցիների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Ղուլալի անունը ծագել է օտարազգի զավթիչներ Ղուլի և Ալի եղբայրների անունների միացումից։ Կա նաև երկրորդ և առավել արժանահավատ վարկածը։ Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը համընկել է Աղնջի և Տավուշ գետերի հովիտների գյուղերի տեր ու տնօրեն Սուլթան Նասիբի կառավարման ժամանակահատվածին։ Նասիբը նորաստեղծ գյուղը որպես սեփականություն շնորհել է իր ծառա Ալուն և վերջինիս անունով էլ կոչվել է Ղուլալի, այն է ծառա Ալի։ Ղուլ պարսկերենից նշանակում է ծառա։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 900-ից 650 մետր, միջինը 780 մետր։ Աղնջա գետը կամ ինչպես տեղացիներն են անվանում Ախնջին, գյուղը բաժանում է երկու մասի։ Ռելիեֆում աչքի են ընկնում քարագագաթները և խոր ձորերը։ Գյուղի արևելյան և հարավային մասերը անտառապատ են։ Գյուղը տարածական առումով բավական մեծ է և բաղկացած է մի քանի թաղամասերից, որոնք են Վիրի թաղը, միջին թաղ կամ կենտրոնական թաղամասը, որում տեղակայված է գյուղապետարանը, կինոյի և փոստի շենքերը, մշակույթի տունը, հացի փուռը, մանկապարտեզը, դպրոցը, հիվանդանոցը, Առվի թաղը, Էրիձորը, Գոմեր և Այգեստան թաղամասերը։ Ներկայիս Այգեձորի տեղակայման վայրում հայկական բնակատեղի է եղել, սկսած մեր թվարկության 5-րդ դարից, ինչի մասին է վկայում գյուղի տարածքում գտնվող կիսավեր Սուրբ Հռիփսիմե վանքը։ Այգեձորը աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ, անտառապատ սարերով, ձորերով, առվակներով և աղբյուրներով։ Հայաստանի պատմական ուտիք գավառի Տավուշի մարզի ամենագեղեցիկ անկյուններից մեկում Աղնջի գետի գեղատեսիլ հովտում է հիմնադրվել Այգեձոր գյուղը։ 1895 թվականին Բաքվում լույս տեսած Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի Արցախ գրքում նշված է, որ 1890-ական թվականներին Ղուլալին ունեցել է 114 ծուղ, արական սեռի 742, իգական սեռի 601, ընդամենը 1343 բնակիչ, որոնց նախնիները գաղթել են Փարիսոս քաղաքից։ Կարելի է ենթադրել, որ հիշյալ տվյալները կրել են զուտ վիճակագրական բնույթ և անհրաժեշտ են եղել հարկերի գանձման, զորակոչի, այլևայլ հարցերի համար։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարտհամարի արդյունքների, Այգեձորի մշտական բնակչությունը կազմել է 2044, առկա բնակչությունը մոտ 1852 մարդ։ Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։ Գյուղի մոտակայքում գործում է պահածոների Էկոգարդեն գործարանը։ Այգեձորի մոտ հայտնաբերվել են գրանիտի և մարմարի հանքավայրեր։ Գյուղի տարածքում է գտնվում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, իսկ արևմտյան մասում Խզնակար և Երգևանք ամրոցները։ 2 կիլոմետր հարավ-արևմուտքում Հայգրնի դամբարանադաշտը։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Աղնջա գետի աջափնյա բարձրադիր հարթության վրա։ Գտնվում է կիսավեր վիճակում։ Ընդգրկված է Այգեձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 5-ից 7-րդ դարերում։ Այգեձոր գյուղը երկու մասի է բաժանում Խնձորուտ գետը, որը նաև անվանվում է Խնձորկուտ։ Գետը սկիզբ է առնում Միափորի լեռների հյուսիսարևելյան լանջերից, 2000 մետր բարձրությունից և Այգեձոր գյուղից հարավ-արևմուտք ձախից միախառնվում է Աղնջա գետին։ Երկարությունը 24 կիլոմետր է, ավազանը 118 քառակուսի կիլոմետր, տարեկան միջին ծախսը վայրկյանում 1 մետր խորանարդ, հոսքը 3 միլիոն մետր խորանարդ։ Միակ գետն է, որ ամբողջ հոսանքով գտնվում է շրջանի տարածքում։ Գետի օժանդակներն են Ակունք, Զարվերաձոր, Թիթեղաջուր, Ծաղկուտագետ,
կալեր, կարմրաջուր, մայրեկալ, մութձոր, սևակն, գետակները։ Խնձորուտի վրա գտնվում է շրջանի միակ շարաջ ջրվեժը, որի ջրերը գահավիժում են 15 մետր բարձրությունից։